Վերադառնանք Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացմանը, սա ասում են, քանի որ գլխավոր հյուպատոսություն չէ, չպետք է գերագնահատել, մինչդեռ մենք գիտենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բավականին նշանակալից գնահատեց այս իրադարձությունը։ Հիմա սա որքանով է կարևոր մեզ համար եւ մեր երկրի շահերի տեսանկյունից։ Շատ կարևոր է, որ Ֆրանսիան ունի դիվանագիտական ներկայացուցչություն Սյունիքում։ Մենք տեսանք, որ վերջին տարիներին բավական մեծ է ուշադրությունը Ֆրանսիայի Սյունիքի նկատմամբ եւ դա պատահական չէ, դա կապված է նրա հետ, որ Սյունիքը աշխարհակահաղական կարևորագույն հանգույց է դառնում, առավել եւս եթե սահմանների բացումն իրականություն դառնա, առավել եւս եթե խաղաղության խաչմերուկ ծրագիր իրականություն դառնա, եթե Ադրբեջան-Նախիջևան անցումը, եթե Էրդողանի բառերով խոսենք, իրականություն դառնա, ապա Սյունիքը դառնում է մի կետ, որտեղ խաչվելու են բավական մեծ աշխարհակահաղական տարանցիկ ճանապարհներ եւ դրա այդ ճանապարհները չեն վերաբերում միայն բեռների տեղափոխմանը կամ մարդկանց տեղափոխմանը, դրանք վերաբերում են էներգակիրներին, վերաբերում են ինտերնետ մալուխներին եւ այլն, այսինքն բավական մեծ հաբ կարող է դառնալ Սյունիքը եւ բնական է, որ դրա նկատմամբ կա բավական մեծ հետաքրքրություն, այդ հետաքրքրությունը մենք տեսել ենք Իրանի կողմից, Ֆրանսիայի կողմից, Ռուսաստանի կողմից, պատահական չէ, որ Լավրովը Հայաստան էր եկել եւ հյուպատոսանի մասին էր խոսում, հետո էլ բողոքում էին, որ իրենք չունեն այնտեղ հյուպատոսարան։ Եվ Ֆրանսիայի կողմից այդ դիվանագիտական ներկայացուցիչություն ունենալը նշանակում է, որ Ֆրանսիան տեղում է, ներկա է եւ հնարավոր զարգացումների դեպքում պատրաստ է իր շահերը պաշտպանել այդ հաբում կամ մաս ունենալ նրանից ինչ որ այդտեղ կկատարվի։ Սա Ֆրանսիայի շահը, իսկ Հայաստանի Հանրապետության համար սա լրացուցիչ անվտանգության ռիսկերի նվազեցման գործոն է, որովհետև ինչքան շատ դիվանագիտական ներկայացուցչություն, ինչքան շատ ուշադրություն, հետաքրքրություն, այնքան ավելի մեծ անվտանգություն Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում կամ հարձակման վտանգի դիմաց, եւ սա նշանակում է, որ այս հարցում Հայաստանի եւ Ֆրանսիայի շահերը համընկնում են։ Պարոն Ղևոնդյան, մեր հարցազրույցը ամփոփենք ներքաղաքական վերջին զարգացումներով, դուք անդրադարձել եք եկեղեցի, ավելի շուտ կաթողիկոս Նիկոլ Փաշինյան այս ծավալվող բանավեճին եւ նշել եք, որ կողմերը ընդհանուր առմամբ կարիք ունեն սթափվելու, որովհետեւ հայոց պետականությունը բարձրագույն արժեք է, որի հիմքերը խարխլել չի կարելի ոչ քաղաքական, ոչ էլ հոգեվոր իշխանություն ունենալու կամ պահելու նպատակով։ Հիմա դուք փորձագետ այսքանը նկատել եք, ընդգծել եք։ Ինչու կողմերը այս ամենը չեն հասկանում։ Մեծ հավանականություն կա, ես իմ տեսակետը կարող եմ ասել, որ կողմերը ունեն այլ նպատակներ, այլ մոտեցումներ, առաջին հերթին եկեղեցու վերնախավը որոշակիորեն այլ Հայաստանի արտաքին քաղաքականության այլ տրամաբանություն է ցանկանում եւ մենք դա տեսնում ենք, սկսած Բագրատ Գալստանյանի խոսքերից մինչև վերջացած մինչև կաթողիկոսի ուղերձներ, որտեղ նրանք արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ պատկերացումներ են ներկայացնում, թե ինչքանով կապ ունի եկեղեցին արտաքին քաղաքականության հետ, ես ճիշտ ասած չեմ հասկանում, բայց մյուս կողմից հաշվի առնելով, որ իրավիճակը պայթյունավտանգ է եւ եկեղեցին եւ իշխանությունը իմ կարծիքով պետք է հետ քայլ կատարեն։ Այլ է այստեղ հարցը, որ եկեղեցին նշած արտաքին քաղաքականությունում իր մասնակցության թեկուզ նույնիսկ հայտարարությունների մակարդակով մասնակցության միջոցով փաստացի մտել է քաղաքական դաշտ։ Եկեղեցին թե առանձին հոգևորական է։ Եկեղեցին ասելով ես նկատի ունեմ կաթողիկոսին, որովհետև իր ուղերձներում կա այդ համատեքստը եւ բարձրագույն դասի եկեղեցականներին, խոսքը առաջին հերթին երկու եկեղեցականների մասին, ովքեր շատ ակտիվ են, Շիրակի թեմի առաջնորդը եւ Բագրատ Գալստանյանը, եւ նրանք փաստացի մտել են քաղաքական դաշտ, իսկ մտնել քաղաքական դաշտ նշանակում է իրավունքների հետ միասին նաեւ ձեր վրա վերցնել պարտականություններ, իսկ այդ պարտականությունները նրանք են, որ նրանք պետք է ենթարկվեն քաղաքական դաշտի կանոններին, քաղաքական դաշտի կարգավորումներին, իսկ քաղաքական դաշտը միայն գրված օրենքները չեն, քաղաքական դաշտը նաև այն է, որ քաղաքական դաշտում ցանկացած այլ դերակատար կարող է ձեզ ինչ-որ մի հարց տալ, կարող է ձեզ ինչ-որ մի հարցում մեղադրել եւ դուք պարտավոր եք, եթե ցանկանում եք քաղաքական դաշտում գործունեություն ծավալել, պարտավոր եք այդ հարցերին պատասխանել։ Հիմա դրանից օգտվել է Հայաստանի իշխանությունը, դրանից օգտվել է Հայաստանի վարչապետը եւ այդ տրամաբանության մեջ հարցեր է ուղղել եկեղեցուն, իսկ եկեղեցին դրան պատասխանում է, որ դա ձեր գործը չէ։ Եթե դա մեր գործը չէ, ապա դրա տրամաբանությունը այն է, մեր գործը ես նկատում եմ նաեւ մեզ հանրությանը, որովհետեւ հարցերը, որոնք տրվում են քաղաքական դաշտում, դրանք հանրային են, դրանք բաց եւ հանրությունը իրավունք ունի տեղեկանալ դրա մասին։ Եթե դա հանրության գործը չէ, ապա
այդ նույն տրամաբանությամբ իշխանությունը կարող է ասել, որ ուրեմն արտաքին քաղաքականությունն էլ ձեր գործը չէ, որովհետև եկեղեցին չունի նման գործառույթ արտաքին քաղաքականությունում որոշումներ կայացնելու կամ նույնիսկ դրանց մասին հայտարարություններ անելու։ Մյուս կողմից, եթե եկեղեցին ցանկանում է օգտվել հանրության մաս լինելու իր իրավունքից, ապա ստացվում է, որ նաև տալիս է իրավունք հանրությանը տեղյակ լինել իրենց ներքին գործընթացներից։ Այստեղ մեկը մյուսով փոխպայմանավորված են։ Այնպես որ կարծում եմ եկեղեցին, եկեղեցու իմ նշած գոնե հոգևորականները եւ կան նաեւ այլ մարդիկ, այլ հոգևորականներ պետք է առաջին հերթին հասկանան, թե իրենք որտեղ են իրենց պատկերացնում, ինչ գործառույթներ կարող են իրականացնել, որ գործառույթներ չեն ցանկանում իրականացնել եւ արդյոք այդ գործառույթները իրականացնելիս լրացուցիչ պարտավորություններ իրենց վրա վերցնում են, թե չեն վերցնում։ Մյուս կողմից իշխանությունները պետք է փորձեն խնդիրը լուծել ոչ թե քաղաքական դաշտի հավասարի մակարդակում, ինչը փորձեց անել Հայաստանի Հանրապետության վարչապետը, թեև վերջին իր գրառման մեջ նա հետքայլ կատարեց, նշելով, որ կաթողիկոսը իր համար գերակա արժեք է։ Ոչ, վերջին գրառումը այսօր է արել, Այսօրվա գրառմանը ուշադիր չեմ եղել։ Որ կաթողիկոսը, եթե լռում է, նշանակում է ինքը չի հերքում առնվազն այդ զավակ ունենալու։ Ես դրա մասին չեմ խոսում, տրամաբանությունը այն է, որ կաթողիկոսի գերակայությունը որպես հոգևոր առաջնորդ, որպես աներկբա հեղինակություն Հայաստանի վարչապետը ընդունեց եւ դա ողջունելի է, դա նշանակում է, որ Հայաստանի վարչապետը փաստացի հետքայլ արեց հավասարի դիտարկելու տրամաբանությունից։ Հասկանալի է, որ կաթողիկոսն էլ իր խոսքը պետք է ասի, նույն հարցին պետք է պատասխանել, որովհետև հանրությունը ցանկանում է տեղեկանալ, իմանալ այդ հարցի պատասխանը։ Կարծում եք կպատասխանի։ Եթե լռում է, դա մենք ինչպես։ Տեսեք, եթե եկեղեցականները որոշել են, որ իրենք պետք է քաղաքական դաշտում գործունեություն ծավալեն, ես ասացի, ուրեմն իրենք պարտավոր են պատասխանել նման հարցերի։ Նման հարց չէր առաջանա, եթե եկեղեցականները քաղաքական դաշտ չմտնեին, գոնե իշխանությունների մոտ չէր առաջանա, գուցե հանրության մոտ առաջանար, գուցե կաթողիկոսը չպատասխաներ հանրության հարցերին, բայց այն, որ նրանք քաղաքական դաշտին վերաբերող գործողություններ են իրականացրել Բագրատ Գալստյանի եւ Աջապահյանի դեմքով, նրանք հայտարարություններ են տարածել կաթողիկոսի կողմից եւ այլն, որոնք վերաբերում են քաղաքական դաշտին, արդեն որոշակիորեն քաղաքական իմաստով եկեղեցու առաջնորդների եւ Հայաստանի իշխանությունների դիրքերը մոտեցրել է իրար, բայց չի հավասարացրել, որովհետեւ ամեն դեպքում Հայաստանը աշխարհիկ պետություն է եւ իշխանությունները միակ իրավունք ունեցող օրգանն են Հայաստանում, որը կարող է քաղաքականություն վարել եւ որոշել քաղաքականության ուղղությունը։ Եկեղեցին կարող է իր կարծիքը հայտնել, բայց այդ դեպքում նա պարտավոր է նաեւ քաղաքական դաշտի կանոնային համապատասխան պատասխանել նույն իշխանությունների հարցերին, նույն հանրության հարցերին, նաեւ ինչու ոչ ընդդիմության տարբեր թևերի հարցերին, եթե նման հարցեր կառաջանան։ Եվ այստեղ հարցն այն է, որ եթե հետքայլ են կատարում, ուրեմն պիտի կատարեն հետքայլ թե եկեղեցին, թե իշխանությունները միաժամանակ։ Եկեղեցին պետք է հայտարարի, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականության մեջ չի լինելու, օրինակ Բագրատ Գալստյանն պետք է հեռացնել եկեղեցու շարքից, որովհետև նա ակնհայտ քաղաքական վարք է դրսևորել եւ այս դեպքում գուցե այդ հարցերը անպատասխան մնալը այդքան մեծ ազդեցություն չունենան Հայաստանի հեղինակության, Հայաստանի պետականության առումով։ Իսկ եթե ոչ, եկեղեցին գտնում է, որ իրենք իրավունք ունեն եւ շարունակում են քաղաքական գործունեություն իրականացնել, ապա նույն կերպ իշխանությունների այս վարչապետի այս հետքայլը, որի մասին ես ասացի, կարող են մի օր այլևս չլինել եւ կարող է իշխանությունը հավասար դիտարկել քաղաքական դաշտում եկեղեցուն եւ այս դեպքում եկեղեցին ավելի կոշտ լինի եւ այս դեպքում եկեղեցին ստիպված է լինելու արդեն պատասխանել այս հարցերին կամ հանրության մոտ գործնել իր հեղինակությունը։ Նորից ես անպայման սա շեշտադրեմ, ասելով եկեղեցի նկատի ունենք այն եկեղեցականներին, ովքեր այս բանի քաղաքական դաշտում մասնակցում են, որովհետև եկեղեցին շատ ավելի բազմաշերտ է։ Այս թեմայի հետ վերջին հարցը պարոն Ղևոնդյան, Ալեն Սիմոնյանը չի բացառում եկեղեցուն առնչվող փոփոխությունները սահմանադրության մեջ, որը կենթադրի պետության վճռորոշ ձայն ունենալու իրավունք կաթողիկոսի ընտրության հարցում։ Եթե այսպիսի փոփոխության գնան, սա նորմալ է, սա ճիշտ կլինի կամ ուր կտանի մեզ, եթե ես կարծում դա դեռևս 4-րդ դարում պետք է իրականացված լիներ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած դավանանք, եւ իմ կարծիքով ցանկացած հայ, ով Երջմիածնի հետևորդ չէ, քրիստոնյա նույնիսկ քրիստոնյա չէ, մուսուլման է, մուսուլման հայեր կան, բուդդիստ է,
չարիք է, աթեիստ է, ընդհանրապես ոչ մի բանը չի հավատում, նա առաջին հերթին հայ է, հետո նոր քրիստոնյա, մուսուլման, բուդդիստ կամ աթեիստ, այնպես որ շատ ավելի կարևոր է պետությունը, շատ ավելի կարևոր է Հայաստանի Հանրապետությունը, քան հայ առաքելական եկեղեցին, եթե փորձենք այդպես դասակարգել մեկը մյուսի նկատմամբ։ Իհարկե շատ լավ կլիներ, որպեսզի այս դասակարգման անհրաժեշտությունը չառաջանար, բայց ցավոք սրտի մենք ապրում ենք իրական աշխարհում, որտեղ գոյություն ունեն տարբեր դավանանքներ եւ գոյություն ունեն մարդիկ, ովքեր ծագումով հայ են եւ իրենց հայ համարում են, բայց դավանանքով Էջմիածնի հետևորդ չեն։ Իհարկե ես բազմաթիվ անգամներ մասնավոր զրույցների ժամանակ Էջմիածնի տարբեր ներկայացուցիչներից լսել եմ, որ նրանք այդ մարդկանց հայ չեն համարում, բայց ինձ համար դա աննորմալ երևույթ է եւ հայ լինելով, անկախ նրանից դու եկեղեցական ես, հոգևորական ես, թե ինչ ես, մյուս հային հայ չես համարում, որովհետև նա քրիստոնյա չէ, մուսուլման է կամ բուդդիստ է։ Լավ կլիներ, որպեսզի Հայաստանի առաքելական եկեղեցու ընտրություններում պետությունը մասնակցություն ունենար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ասացի, գերակա արժեքն է։ Հայաստանի պետականությունը ամենակարևորն է, եւ եթե պետությունը օրենքով, կանոններով մասնակցություն ունենա, օրինակ ձայնի իրավունք ունենա կաթողիկոսի ընտրության ժամանակ, դա ուղղակի կմիավորի Հայաստանի առաքելական եկեղեցին եւ Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը կմիավորի եւ ոչ թե կբաժանի եւ ոչ թե խնդիրներ կառաջացնի։ Իսկ այդ միավորումը անհրաժեշտ է մեր պետականությունը պահպանելու, հավերժացնելու եւ թույլ չտալու օրինակ միջին դարերում ձևավորված այն իրավիճակը, երբ եկեղեցին դարձել էր ավատատիրական ինչ-որ մի կառույց եւ մյուս ավատատիրական կառույցների հետ միասին, նախարարական տների հետ միասին շատ դեպքերում պայքարում էր կենտրոնական իշխանության դեմ։ Սա մենք պատմությունից գիտենք, որ եղել են դեպքեր, երբ բերել է պետականության փլուզման ուղղակի, օրինակ Արշակ II-ի ժամանակաշրջանում նման երևույթներ տեղի են ունեցել։ Եվ պետք է նշել, որ հետո նաև Պապի ժամանակաշրջանում պետք է նշել, որ սահմանադրությունում փոփոխությունները եթե վերաբերվեն սրան, օրինակ պետության կողմից մասնակցությանը, ես իհարկե կողմ կլինեմ, բայց մյուս կողմից եկեք այսպես վերապահումով մոտենանք, որովհետև ի վերջո սահմանադրությունը միայն դա չէ փոխվելու, շատ փոփոխություններ են լինելու եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը միայն կարող է կարծիք հայտնել, դա լինի թե չլինի։